Նոյեմբերի 11-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել Աբովյան քաղաքի վառելիքի բազայի տնօրենը։ Նա հայտնում էր, որ Դավիթ անվամբ ներկայացած մեկը հոկտեմբերի 8-ին որպես գործարար դիմել է իրենց։ Վառելիք գնելու եւ բեռնաթափման վայրում վճարում կատարելու պատրվակով բազայից ստացել ավելի քան 8 միլիոն դրամ արժողության մոտ 21,000 լիտր դիզելային վառելիք, տեղափոխել Գետամեջ համայնքում գործող բենզալցակայան, որտեղ էլ լցակայանի տիրոջից վառելիքի դիմաց ստացել է 6,5 միլիոն դրամ, որը նախնական պայմանավորվածությամբ վարորդի միջոցով պետք է փոխանցեր բազայի տնօրինությանը։ Սակայն գումարը ստանալուց հետո օգտվելով խառնաշփոթ իրավիճակից դիմել է փախուստի։ Կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազման վարչության աշխատակիցները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցներով պարզել են, որ Դավիթ ներկայացողը Գորիս քաղաքում հաշվառված 1978 թվականին ծնված Էմին Խաչատրյանն է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ի թիվս այլոց վարչություն է հրավիրվել նաեւ մի կին։ Բացատրական աշխատանքից հետո նա հաղորդում է տվել, որ նույն Էմին Խաչատրյանն իր հետ մտերմիկ հարաբերություններ եւ ամուսնության պատրանք ստեղծելով տարբեր մտածածին գումարային խնդիրներ մեջտեղ բերելով այս տարվա հոկտեմբերի 6-ից 21-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ իրենից վերցրել է $920 համարժեք դրամ եւ ոսկյա զարդեր, որից հետո անհետացել է։ Նոյեմբերի 19-ին Էմին Խաչատրյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ էլ տվել է խոստովանական բացատրություն։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Եթե կան Էմին Խաչատրյանի գործունեությունից տուժած այլ քաղաքացիներ, կարող են դիմել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն կամ զանգահարել 56 47 72 հեռախոսահամարով։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի նոյեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը։ Բացահայտվել է գողության 8, խարդախության 5 եւ խուլիգանության 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության եւ ապօրինի ծառահատման մեկական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նոյեմբերի 19-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության կենտրոնականի ու Քանաքեռ Զեյթունի բաժինների եւ Պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները մայրաքաղաքի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում էին։ Կենտրոնականի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել գողություն կատարելու վերաբերյալ։ Կասկածյալներն ըստ նախնական տեղեկությունների 2-ն էին։ Համատեղ գործողությունների շնորհիվ մոտ 1 ժամվա ընթացքում բերման ենթարկվեցին Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 1965 թվականին ծնված Սարգիս Հարությունյանն ու Երևանի բնակիչ 1967 թվականին ծնված Արմեն Թամազյանը։ Եվ եթե Հարությունյանը հայտնաբերվեց շենքի մոտակայքում, ապա Արմեն Թամազյանը բնակարաններից մեկում հենց գողություն կատարելու պահին։ Սարգիս Հարությունյանն ու Արմեն Թամազյանը ձերբակալված են։ Քննությունը շարունակվում է։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կրտսեր խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են 18-ից 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները։ Ցանկացողները կարող են դիմել ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9-ից մինչև 17-ը, հասցեն Երևան Խանջյան 51, հեռախոս 596299, 596203, 596220։ Ամեն ոք եթե հարկ է համարում կարող է ունենալ թիկնապահ, բառն ինքնին ենթադրում է պատասխանատվություն, բարձր պրոֆեսիոնալիզմ ու նաև օրինականության սահմաններում գործելու ունակություն։ Պրոֆեսիոնալ թիկնապահների ծառայություն է առաջարկում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը։ Դիմում ներկայացնելով անձի անվտանգության եւ գույքի պահպանության բաժին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գնացուցակով կատարելով համապատասխան վճարում եւ գլխավոր վարչության հետ կնքելով պայմանագիր,
Ձեզ կտրամադրվեն թիկնապահներ։ Թիկնապահի գործառույթները իրականացնող ոստիկաններն ու հրաձիգները պատվիրատուի ցանկությամբ ծառայություն իրականացնում են նաև առանց համազգեստի, հաշվեցուցակային զենքով։ Իդեպ, նշված զենքով թիկնապահական գործունեություն իրականացնում են միայն ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի աշխատակիցները։ Մանրամասների համար զանգահարել 20 25 67 հեռախոսահամարով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն։